Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը։ Այո, եւ մեր հյուրն է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Թույլ տվեք շնորհավորել 80-ամյակի կապակցությամբ եւ անցնել առաջ եւ հետաքրքիր է թե որոնք են այն հիմնական ձեռքբերումները, որ այսօր կարող եք հետ նայել եւ հպարտանալ։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, մեր ակադեմիան այս տարի նշում է իր 80-ամյակը եւ 80-ամյակ կամ այլ հոբելյաններ մենք շատ ենք նշում, տարբեր հաստատություններ։ Ես կուզեի առանձնացնել, թե հատկապես Գեղարվեստի ակադեմիայի 80-ամյակը ինչ խորհուրդ ունի։ Ինձ համար էլ է դա հետաքրքիր, որովհետեւ Գեղարվեստի ակադեմիայի 80-ամյակը հավասարազոր է հայաստանյան մասնագիտական արվեստի տարիքին։ Այսինքն Գեղարվեստի ակադեմիան, երբ 1945 թվականին հիմնադրվեց, առաջին անգամ հայ երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց երկրում մասնագիտացված պրոֆեսիոնալ կերպարվեստի կրթություն ստանալ, այլ ոչ թե գնալ տարբեր երկրներ եւ այնտեղ փնտրել իրենց հետարքրությունները։ Այո, ճիշտ է։ Այնպես որ մեծ նշանակություն ունի դա, բայց միաժամանակ հետաքրքիր է, որ դա նաև երիտասարդ տարիք է արվեստի պատմության տեսակետից։ Չէ՞ որ հայտնի խոսքը կա, արվեստը երկար է, կյանքը կարճ։ Մարդու կյանքը միշտ ավելի կարճ է, քան արվեստը, եւ արվեստի պատմության մեջ 80 տարին մեծ չէ, բայց մեր երկրի, մեր արվեստի պատմության համար դա շատ մեծ ժամանակաշրջան է, եւ մեր երախտավորների ջանքերով ստեղծվել է ակադեմիան, եւ այսօր ակադեմիան գտնվում է արդիականացման բարդ ու հետաքրքիր process-ի մեջ։ Մի կողմից արդիականացումը մեր համար նախ եւ առաջ պարզ նորարարություն չի, այլ ավանդույթի վերանայում եւ վերականգնում է։ Օրինակ հենց այս պահին մեր ակադեմիայի ցուցասրահում տեղի է ընթանում է շատ հետաքրքիր ցուցահանդես, որ առաջին անգամ ներկայացված են մեր ակադեմիայի նախկին ուսանողների գծանկարները, որոնք առաջին անգամ են, որ հանրային հասանելիություն են ստացել եւ բաց են հանրության առաջ։ Դրանք իրականում ազգային արժեքներ են, որովհետեւ եթե հղեմ նախորդ ասածից, փաստորեն մեր մասնագիտական արվեստի դարբնոցն է Գեղարվեստի ակադեմիան եւ մեր բազմաթիվ մեծ արվեստագետներ սովորել են մեզ մոտ։ Եվ հիմա իրենց գծանկարները կարող եք բոլորս հնարավորություն ունենք եւս մեկ անգամ գալու եւ տեսնելու եւ վերամտածելու առիթ է սա նաեւ վերակենդանացնելու մեր ավանդույթը։ Զուգահեռաբար մենք զարգացնում ենք նոր համագործակցություններ միջազգային գործընկերների հետ, արդեն երկրորդ տարին է, որ ակադեմիան, օրինակ Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ իրականացնում են Art Residency, արվեստի կեցավայրի նախագիծ մեր ուսանողների համար, մենք ուղարկում ենք մեր ուսանողներին Նյու Յորք, իրանք այնտեղ ապրում են, շփվում են, գնում են թանգարանները, նայում են, վերադառնում են, կիսում են իրենց փորձով։ Ակադեմիան համագործակցություններ ունի շուրջ 30-ից 40 միջազգային հայ համալսարանների հետ եւ մեր ուսանողները փոխանակման տարբեր ծրագրերով Սա կարծեմ ամենակարևոր պահն է ուսանողների համար։ Այո, մեր ուսանողները շատ են սիրում եւ դա շատ կարևոր է։ Միաժամանակ ակադեմիայի քաղաքականությունն է, որ երբ ուսանողը գնում է, անպայման վերադառնա եւ իր փորձով, իր իմացությամբ կիսվի իր ընկերների հետ, որպեսզի այս հետ դարձը, այսպես ասենք, ֆիդբեքը, միանգամից զգացվի եւ տեղի ունենա, այո։ Ասում ենք Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա եւ այստեղ մի փոքր փակագծերը բացենք, բնականաբար սպասելի է, որ Երևանյան ուսանողությունը կվարպետանա ձեզ մոտ, ձեր կբերեն հստակ մասնագիտական հմտություններ, կունենան փորձի փոխանակումներ արտասահմանյան մասնագետների հետ, այ ինչ կապ ունենք մենք մարզային ուսանողության հետ, արդյոք ունենք մասնաճյուղեր, թե համենայն դեպս համագործակցությունը ամփոփվում է մարզերից այստեղ Երևան հրավիրելով եւ ուսանելով ուսանողներին։
լավ հարց է, մենք մեր Երևանյան, մեր բուն մայր բուհում, հա, ունենք բազմաթիվ մարզերից ուսանողներ, ընդ որում բոլոր մարզերից, միաժամանակ մենք ունենք երկու մասնաճյուղ, Գյումրու մասնաճյուղը Գեղարվեստի ակադեմիայի, որը շատ ակտիվ կենթանի վայր է եւ վերջերս այնտեղ կարևոր համագործակցության արդյունքում բացեցինք Fab Lab S լաբորատորիաները ստեղծարար արդյունաբերության, որ հնարավորություն ունեն մեր ուսանողները, նաեւ Գյումրու համայնքը այնտեղ մասնագիտանալու, ծանոթանալու նոր տեխնոլոգիաների եւ ստեղծարարության հետ։ Մենք ունենք մասնաճյուղ Դիլիջանում, այնպես որ այո, մարզերի հետ կապը մեր համար առաջնահերթություն է եւ ակտիվացնում ենք ու զարգացնում։ Ինչ նորություններ եւ նորարարություններ է սպասվում առաջիկա տարիներին։ Այնքան շատ են, որ անկեղծ ասած դժվարանում եմ որևէ մեկը առանձնացնել, բայց մեր կարևոր ուղղություններից է մեր շրջանավարտների համայնքի վերակենդանացումը, որպեսզի մեր շրջանավարտները, որոնք հայտնի մարդիկ են, կարևոր ձեռքբերումներ ունեն, կապեր ունեն, հա, իրենք ետ տան իրենց ստացածը ակադեմիային եւ սրանով ակադեմիայի շուրջ ձևավորվի ստեղծագործական, նաեւ գործնական համայնք, որը կնպաստի մեր կրթության զարգացմանը։ Ակադեմիական կրթության մասին, ակադեմիական կրթության առանձնահատկության մասին կուզեի երկու բառով ասել, որովհետև երբ խոսում ենք ակադեմիայի մասին, հարց է առաջանում ի վերջո ինչու՞մն է ակադեմիական կրթության առանձնահատկությունը կերպարվեստում։ Եվ ես հատուկ շեշտում եմ, որ ակադեմիական կրթության այն էլ 21-րդ դարում։ Այո։ Եվ ուրեմն ինչն է, հա, ինչու է պետք ակադեմիական կրթություն 21-րդ դարում, որովհետև ակադեմիական կրթության հիմքը տեսանելի աշխարհի հետազոտությունն է։ Երբ որ մենք գծանկար ենք անում, մենք հետազոտում ենք կառուցվածքը։ Երբ որ մենք գունանկար ենք անում, մենք հետազոտում ենք գունային հարաբերությունները։ Երբ որ մենք հեռանկար ենք անում, մենք հետազոտում ենք տարածությունը։ Եվ այս ամենը վիզուալ մակարդակում կյանքի աշխարհի հետազոտություն է։ Ուրեմն մեր նպատակն է հետազոտող, ստեղծագործող։ Բայց դա մի տարի, 2 տարի, բայց ոչ 4 տարիների մասին ենք, չէ՞ խոսում։ Գիտեք, խնդիրները փոխվում են։ Հա։ Եվ նատուրայի, այսպես ասած, առարկայի կամ նատուրայի նկարելը ինքը զուգահեռ է միշտ ստեղծագործական նպատակներին եւ ինքնին ստեղծագործական խնդիր է։ Այսինքն մեր ակադեմիայի կարևոր առաքելությունը այն է, որ մենք տեղ հասցնենք մեր ուսանողին, որ տեխնիկական արվեստում տեխնիկա չկա, տեխնիկան արվեստում ստեղծագործական է եւ ստեղծագործականությունը արվեստում միշտ ենթադրում է տեխնիկա։ Իսկն այս երկուսը անբաժանելիորեն կապված են եւ մեր կրթությունը գնում զարգանում է այս ուղղությամբ։ Պարոն Ազատյան, այս ամենից կարող ենք ենթադրել, որ դուք ունեք հստակ ժառանգած ավանդական արժեքներ, ձեր մասով իհարկե, որքան էլ որ ակադեմիական կրթությունը շատ կարևոր է եւ հիմք է հանդիսանում մշակույթի տարբեր ոլորտների համար, բայց այստեղ մենք գործ ունենք նաև ժամանակի թելադրանքի հետ։ Այդ ցանկանայի հատկապես վերջին գոնե 10 տարիների մասին շատ կարճ անդրադարձանել, որովհետև 10 տարիների ընթացքում մտածողությունն ու ժամանակի թելադրանքը իսկապես շատ արագ է փոփոխվում, բայց արհեստական բանականությունը մի խոսքով ակադեմիականը մնում է ակադեմիական։ Ամեն դեպքում որևէ քայլեր արվում է, որ եւ լինել ժամանակի շնչի եւ ռիթմի մեջ, բայց պահելով ակադեմիականը։ Հենց դա էլ անում ենք։ Մենք ունենք երկու ֆակուլտետ, կերպարվեստի եւ դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի, եւ դիզայնի ֆակուլտետում մենք ունենք համակարգչային գրաֆիկայի, մենք ունենք հագուստի մոդելավորման, բաժիններ, որոնք մասնագիտանում են ժամանակակից թվային, մեդիա, վիզուալ աշխարհի ձևավորման գործում։ Այսինքն մեր ուսանողները ավանդական կրթությանը զուգահեռ ներգրաված են ժամանակակից մեդիաների իմացության մեջ։ Հենց այս պահին մենք մտածում ենք անիմացիոն բաժին ստեղծելու մասին,
որի հիմքերը արդեն կա, մենք ունենք անիմացիոն լաբորատորիա, մեդիա արվեստի զարգ տալու պլաններ ենք մշակում, այնպես որ ժամանակակից տեխնոլոգիական իրականության մեջ եւ ավանդական նկարչական կրթությունը սրանք մեր մոտ փոխ կապակցված են եւ անխուսափելիորեն այո գնում են միասին։ Մենք շնորհակալ ենք ձեզ, շատ կարևոր տարվա համար, վստահաբար կունենաք իհարկե հատուկ օրեր, բայց մի ամբողջ տարի է լինելու հոբելյանական ու վստահաբար միջոցառումներ, հետաքրքիր հանդիպումներ, վերելքներ ամբողջ տարվա ընթացքում է սպասվում։ Ցուցադրության մասին արդեն պատմեցիք, շնորհակալություն եւս մեկ անգամ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Ձեզ էլ շնորհակալ եմ։ Եվ ձեզ նաև ուզում ենք մաղթել, որ միշտ հաշտ լինեք ու համակերպվեք ժամանակակից սերնդի եւ ուսանողության հետ, որովհետեւ լավն ենք եւ այս սերնդից այո մենք բոլորս պիտի քաղենք մաքսիմալը լավագույնը։ Ձեզ շնորհակալություն ենք հայտնում, մենք էլ շարժվում ենք առաջ սիրելի հեռուստադիտողներ, ալիքը մի փոխեք, մնացեք առաջինի եթերում, որովհետեւ մենք եթերային էստաֆետը կփոխանցենք մեր լրահոսի գործընկերներին, իսկ լավագույն տարբերակը պաշտպանված լինելու, նաեւ տեղեկացված լինելն է։ Այո։ Դիտենք լուրերը, վերադառնանք, շարունակենք Առավոտ լսոյի ուղիղ եթերը։ Ժպտացեք, դեռ կհանդիպենք րոպեներ անց։